Ողջույն հարգելի աջակցություններ, սա ձեր կանխատեսումն է մայիս ամսվա համար։ Տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ մայիսին։ Ես էլ ասցենջենտով աջակցություն եմ, ինձ էլ է շատ հետաքրքրում, թե ինչպիսին կտեսնեն մարդիկ ինձ այս ամիս, ինչպիսի արտաքին եւ ինչպիսի բնավորության գծեր կտեսնեն այս կամ այն հարցը լուծելու ժամանակ։ Այս քարտերը մեզ հարկավոր է միայն այն բանի համար, որ տեսնենք, թե եթե խնդիր լինի քարտերի մեջ, հասկանանք, թե մեզ ինչ է սպասվում։ Մենք բուն քարտերը մեր սա է, կտեսնենք, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս այս ամիս։ Եվ եթե բաժանորդագրված չեք, խորհուրդ կտամ բաժանորդագրվեք, սեղմել զանգա կոճակը, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հնարավորություն, ոչ մի կանխատեսում եւ իհարկե կխնդրեմ նաեւ լայքեք, որպեսզի մնացած աջակցություններն տեսնեն։ Եվ մենք շարունակենք մեր աշխատանքը միասին։ Ահա, ուй։ Տեսնենք, թե ինչ է սպասվում։ Կարող եք եւս նայել ասցենդենտի նշանը եւ լուսնային նշանը, եթե արևայինով աջակցություն եք։ Ինչ է սպասվում աջակցություններին մայիս ամսին։ Նայեք ինչ հզոր եք լինելու մայիս ամսին։ Ձեր սիրելի կենթանիները ձեզ մենակ չեն թողնում, զգում եք, իրանք բոլոր տեղերում կան, ոնց կարող են իրանք ձեզ լքել, ամենուրեք են, ամենուրեք, այնպես որ մի սպասեք, որ իրանք կլքեն ձեզ, քարտեր կան այո, որոնց որ պետք է անպայման հավելյալ քարտեր հանենք, դա պարտադիր է, բայց որ ուժ կունենաք, շատ էներգիա, վստահություն, հույսներդ կարող եք դնել ուրիշ մարդկանց վրա, միգուցե դուք այնքան ուժեղ լինեք, որ մարդիկ հույսները դնեն նաև ձեզ վրա, որ դուք կարող եք ինչ-որ մի բան անել, ստեղծել, այդ ձեր ուժը, եւ թույլ կտա, որ մարդկանց մտածեն, որ կարող են իրոք ձեզ վստահել եւ հենվել ձեզ վրա։ Կարող են լինել ձեր ընտանիքի անդամները, դուք կարող եք այնքան ուժեղ լինել, որ այստեղ աշխատանքի վայրում նախանձ մարդկանց բերեք, գրավեք ձեր կյանքը, որպեսզի հələ նայի, հələ ուրա ուզում հասնի, միգուցե պաշտոն են տալիս ձեզ, դա եւս հնարավոր է, որ այս ամիս պաշտոն են տալիս ձեզ եւ դա ավելի է ձեզ հզորացնում եւ սկսվում է ավելի այստեղ կամ օճառացին օճառ դնել ոտի տակ կամ ավելի այդպես խորամանկ մտնեն ձեր կյանք։ Յուրաքանչյուր ոլորտում դա կարող է լինել, այսինքն մարդը ուժեղ կարող է լինել եւ բնականաբար մարդիկ փորձեն օգտվել դրանից։ Դե չհաշված, որ կարող եք նաեւ ունենալ բարձր պաշտոն։ Բայց նաեւ մեկ այլ տեսանկյունից, եթե մեքենա եք վարում, զգույշ վարեք, որովհետեւ կարող եք ամեն րոպե նաեւ հանդիպել պետավտոտեսուչների։ Նաև կարող է այս ամիս ունենաք բավականին շատ գործեր պետական աշխատողների հետ, պետական հիմնարկության հետ եւ անընդհատ գնաք, զբաղվեք դրանով, պետական մարդկանց հանդիպեք, այդպես պետական հիմնարկության աշխատողների հանդիպեք եւ իրենց հետ լուծեք որոշ հարցեր։ Այս ամբողջ ամսվա ընթացքում հարկ կլինի մշտապես իրենց տեսնելը։ Գումարի հետ կապված ինչ-որ մի կարող է ինչ-որ մի բան բացահայտվի ձեզ համար, ինչ-որ մի բան իմանաք, գուցե որ
ձեզ գումար են տալու, միգուցե ինչ-որ մի բան է, հա, այստեղ ինչ-որ մի բան կարող է բացահայտվել, ինչ-որ մի բան կարող եք նաև իմանալ։ Ոմանք նաև կարող են փոխել իրենց աշխատելաձևը, գումար աշխատելու ձևը, այսինքն փոխեք այն էջը, որ ալարում էիք գումար աշխատեիք, ալարում էիք շատ գումար աշխատեիք, ու հիմա այդ էջը փոխում եք և որոշում եք, որ ուրիշ ձև եք արդեն սկսելու գումարը աշխատել, ուրիշ ձև եք սկսելու մտածել, թե ինչպես կարելի է գումարը վաստակել։ Նաև ոմանք գումարը կծախսեն ուսման վրա, ուսման վարձ կարող եք վճարել, ոմանք նաև գումար կստանան ուսման վարձ որպես, նույնակ դրսներում բավականին շատ է դա տարածված, գումար են ստանում սովորելու ընթացքում։ Եվ այդպես եւս, հա, կարող եք դուք էլ գումար ստանալ, այդպես եթե սովորում եք, կամ միգուցե որոշում են, որ ձեզ պետք է գումար տան ըստ ձեր սովորածի։ Չէ, ինչ որ ուս վճար կա, այսպես թե այնպես, միևնույն է Հայաստանում։ Դե նաև ինչ որ մի բան կարող եք իմանալ, որը չգիտեիք, օրինակ, որ ձեր տան անդամներից մեկը չէր ասել, որ 10,000 դրամ է տվել է ես ինչ-որ մի բանին, հետո բացահայտվում է, որ հա, այդքան էր ինքը վճարել այդ ապրանքին, բայց ես չգիտես ինչու ասել էր 5,000 դրամ տվել, օրինակ։ Այդպես ինչ-որ բաներ կարող բացահայտվել։ Բայց ընդհանրապես լավ կլինի, որ այստեղ այս քարտով մարդը փոխի իր գումար աշխատելու ձևը։ Կամ որ եթե ուզում է շատ աշխատել, հա, եւս փոխի գումար աշխատելու ձևը, որակը։ Ձեր շրջապատող մարդկանցից, ձեր քույր եղբորից բավականին շատ սեր կստանաք, շատ սիրալիր կլինեք մեկը մյուսի հետ, միգուցե հարևանների հետ շատ սիրալիր լինեք։ Եթե դուք ասցենդենտով եք նայում օրինակ ինչպես ես, դա նշանակում է, որ իրենք ձեզ կտեսնեն, թե դուք որքան եք սիրալիր իրանց հետ, հա, ասցենդենտը դա է։ Ովքեր նայում են իրենց ասցենդենտով, պետք է հասկանաք, որ այնինչ որ ասում եմ, մարդիկ ձեզ են տեսնում, հա, ձեզ այդպիսին են տեսնում, որ դուք իրանց հետ եք սիրալիր։ Իսկ ովքեր որ հենց աճեղջուր եք, ապա այստեղ սիրալիր կլինեք, հա, եւ կզգաք, որ իրենք եւս հարգում են ձեզ, իրենք եւս շատ են սիրում ձեզ։ Դա նաև կապված կարող է լինել օրինակ հարևանի հետ, նոր հարևան է գալիս, որը որ շատ լավն է, շատ եք իրար հավանում, եւ այդպես սկսում եք շփվել։ Ձեր շրջապատող մարդկանց հետ դուք սիրալիր կլինեք, ձեզ հետ սիրալիր կլինեն։ Միայն այստեղ տունն է, որ խնդիր է։ Մանր-մունր խնդիրներ կարող են լինել տան անդամների հետ, մանր-մունր խնդիրներ կարող են լինել տան հետ կապված։ Նաև միգուցե հայրենիքին է դա վերաբերվում, հայրենիքի հետ է կապված։ Տեսնենք, ինչ խնդիրների մասին է խոսքը այդտեղ։ Խնդիրները կարող են առաջանալ որևէ աղջկա պատճառով, կնոջ պատճառով, տան հետ կապված այդ խնդիրները։ Միգուցե նաև տան անդամներն են, այստեղ կարող է ձեր աղջիկն է, իր մոտ է կարող խնդիր, միգուցե նաև ձեր քույրն է, այստեղ կարող է ժառանգության հետ կապված հարց է, միգուցե դուք եւ ձեր երեխաները կամ երկու քույր եք եւ այդտեղ ժառանգության հետ կապված խնդիր է, տան կիսման հետ կապված խնդիր է։ Կամ այս աղջիկը ձեզ կաջակցի, որպեսզի այդ խնդիրներին վերջ տաք։ Ինչ որ կա մանր-մունր խնդիրներ են եւ դուք իրանք մեծ գլոբալ խնդիրներ չեն, սրանք պետք է հասկանաք, ընտանեկան փոքր ինչ որ պահեր են, միգուցե իրար չեք հասկանում, միգուցե հա ինչ որ պահեր են այստեղ։ Եվ աջակցում է ձեզ կամ աջակցում է կամ ինքն է պատճառը։ Եվ այստեղ եւս կարող է վստահությունը կորել, վստահությունը կամ այս կնոջ հանդեպ, ով որ ընտանիքի անդամ է, վստահությունը եւս կարող է կորել։ Այստեղ տունը նաեւ գիտեք ինչ է, նաեւ կարող եք օրինակ, եթե այս կինը բրոկեր է, դուք կարող եք ուղղակի տունը կորցնել, այսինքն ուզում եք գնել,
ուզում եք վարձել եւ այս կինը տալիս է ուրիշին կամ միգուցե տանտերը տալիս է ուրիշին այդպես էլ եւս հա այս քարտերը կարող են լինել Որ ինչ կարող է լինել դա ընթացքում եթե ինչ-որ մի բան գա մտքիս էլի կասեմ Ովքեր ունեն մեծ երեխաներ, ապա իրենք կարող են աշխատանք գտնել, իրենք կարող են աշխատանքում առաջ խաղացումներ ունենան, առաջ գնաք, նաև հա ձեր երեխաները առաջ գնան, նաև իրանց առողջությունը եւս պետք է ուշադրություն դարձնել, հնարավոր է նաև կարող է սա վերաբերվել ուսմանը, կարող են ցանկանալ գնալ սովորելու, քննություններ հանձնել Պետական հիմնարկության հետ կապված հարցեր են, որոնք որ միգուցե պետք է աջակցեք իրենց, օգնեք իրենց։ Այն դեպս ովքեր որ իրոք աշխատում են, ում երեխաները որ աշխատում են, սա իրոք բարձրունք է։ Բարձրունք է առաջ խաղացում է իրենց մոտ, իրենց գործունեության մեջ, ինչ որ անում են։ Քննությունները լավ կանձնեն, ինստիտուտ լավ կընդունվեն, եթե այսպես նայենք։ Խնդիրը առողջության մեջ է։ Տեսնենք, ինչ խնդիր է առողջության մեջ։ Այստեղ պետք է նաև նայեք ձեր անալիզները, անալիզների պատասխանները, անալիզները վերանայեք, միգուցե խնդիրը դեղատոմսն է, միգուցե դեղատոմս չեն գրում կամ դեղատոմսը գրել են խոչընդոտներ կան, խնդիրներ կան, որպեսզի ստանաք այդ դեղերը կամ եթե անալիզ եք հանձնել, անալիզը կարող է այդքան էլ, հա, հարմար չլիներ, ձեզ, հա, համապատասխան չլիներ։ Այստեղ սա նաև էլ ինչ կարող է լինել։ Դե իրոք լինում են պահեր, որ գնում ես ուզում ես ինչ-որ դեղորայք գրեն և չեն գրում։ Են ինչի խնդիր է։ Միգուցե պետք է դեղորայքը ցուցակով օգտագործեք, ճիշտ օգտագործեք, որ խնդիրներ չլինեն։ Այն դեպս այստեղ ինչ-որ մի բան կգնա։ Եթե ճիշտ օգտագործեք դեղորայքը, եթե դեղեր են նշանակում, օրինակ, ապա ինչ-որ մի բան կգնա։ Ինչ-որ մի բան կգնա այստեղ, եթե հա ոնց որ խնդիրը կգնա, միատ ես վերջնական հարց տամ, խնդիրը գնում է, այսինքն կառողջանաք այդ խոչընդոտները կլավանա ձեզ մոտ, պարզ չի չում կողմ, չէ, այստեղ լարված եք ավելի շատ, լարված եք և այդ խնդիրները դրա համար չեն գնում, լարված եք, բորբոքված եք, այսինքն դա կարող է լինել խնդիր գլխացավեր, որոնք որ խոչընդոտներ կարող են ձեզ համար ստեղծել, դա կարող է լինել նաև անընդհատ ջղայնություն, այստեղ ջղայնանաք, այն բանի համար ջղայնանաք և դա եւս լինի ձեզ համար խոչընդոտ, հատկապես եթե հղիության կա, եթե ինչ որ պահեր կան, որ ձեզ կարող են այստեղ խնդիրներ ստեղծել հղիության հետ կապված։ Եթե դուք բավականին շատ բորբոքվեք, բավականին շատ այդպես չկարողանաք ձեզ տիրապետել։ Այնպես որ այստեղ շատ պետք է ուշադրություն դարձնեք ձեր հոգեկան վիճակին, որովհետև դրանից է բխելու դա։ Դե կարող է նաև անալիզը չեն տալիս, կարող է նաև անալիզի պատասխանը այդքան ձեզ չի գոհացնում եւ պետք է այնպես անեք, որ ինչ որ մի բանը գնա, ինչ որ մի բանը հանեք, ուտելիքներից, ինչ որ մի բանից, խոսքով որպեսի կարողանաք, հա, ի վերջո կառողջանա, ինչ որ խնդիրները կգնան, թե ոչ։ Այստեղ ամենայն դեպս, ինչ որ մի բան պետք է կամ հիվանդանոցային պայմաններ, ինչ որ հիվանդանոց է, որը որ պետք է գնաք եւ բուժվեք լիարժեք։ Եվ մի բորբոքվեք, քիչ գորգռացեք, նյարդային համակարգը նորմալ պահեք, որպեսզի հա չհայտնվեք նաեւ հիվանդանոցում։ Դա եւս։ Եվ այստեղ նոր սեր կարող եք հանդիպել օտար երկրում, կամ օտար երկրացի է, կամ օտար երկրում է ապրում։ Միգուցե հա, եւս էլի հայ է, բայց օտար երկրում է ապրում, իր հետ այդպես կարող ծանոթանալ, կարող շփվել, ոմանց մոտ սա նաև վերաբերվում է
որ ձեր զույգը կարող է այս ամիս գնալ օտար երկիր, այդպես իրար հետ հեռվից շփվեք, գործուղման է կամ ուղղակի, ուղղակի այնտեղ է աշխատելու նպատակով եւ պետք է այստեղ սպասեք մինչև հետ վերադառնա։ Ճակատագրական ծանոթություն կարող է լինել սա ոմանց համար, այնպիսի ծանոթություն, որ հետագան կտանի ամուսնություն, սա իրոք է ճակատագրով տրված մարդ է լինելու ձեր կյանք, այնպես որ ինչ-որ մեկը կմտնի ձեր կյանք, շատ կարևոր։ Ընտանիքում եւս էլի ճակատագրական ոյցը պահ կարող է լինել, որը որ ուրախացնի, միգուցե հղիություն է դրա համար էստեղ։ Իրոք, եթե նման պահ կա, ապա ձեր ջղայնությունը, ձեր, եթե ինչ-որ հիստերիայի մեջ մտնեք, ապա կազդի ամբողջությամբ ձեր առողջության վրա։ Մի խոսքով ձեզ հանգիստ է հարկավոր։ Հանգիստ, եթե թեկուզ անալիզի պատասխանները, դամար։ Եթե խնդիր կար, ապա պետք է ուղղակի կարողանաք այնպես անեք, որ գնա այդ խնդիրը ձեզանից։ Ոչ թե թողեք բարդանա։ Փաստաթղթերի հետ կապված, եթե ինչ-որ հարցեր կան, ինչ-որ հարցեր եք լուծում, ապա դա եւս կկարգավորվի, եւս ամեն ինչ լավ կլինի ձեզ մոտ, շատ հեշտությամբ այն կարող եք անել, միգուցե ինչ-որ շատ կարևոր փաստաթղթի եք սպասում, որը անսպասելի մեկ էլ կգա, կտան ձեզ, անսպասելի կարող եք ստորագրել ոյցը փաստաթուղթ, սա նաև նոր սեր է, նոր սկսվող սիրավեպ է, բայց այդ սիրավեպը դեռ այստեղ ինտիմ հարաբերությունների վրա է հիմնված, ոչ թե ավելի լուրջ, եւս այստեղ պետք է դա հաշվի առնեք, դա կարող սիլիբիլիների պահեր են, բայց դա միայն այդպես սիրավեպ է, դեռ նոր սիրավեպ է, նոր գայթակղություն է, ժամադրություններ, բայց եթե չեք ուզում լինի միայն ինտիմ հարաբերություններ, որտեղ այստեղ դեռ այդ սիրային բուկետային պահերն են, ապա պետք է այնպես անեք, որ լրջանա ձեր հարաբերությունները, ապա պետք է չտրվել ինտիմ կյանքին։ Այստեղ կարող է լինել ձեր երկրորդ կեսի մոտ նաև որոշ փոփոխություն դեպի լավը, բնականաբար, զարգացում, հարաբերությունների զարգացում դա կարող է լինել։ Իր մոտ ինչ-որ մի բան, որը ոլորտ, որ այդքան էլ լավ չէր, դա կարող է զարգանալ, առաջ գնալ։ Եվ եթե վարկ եք ձևակերպում, ալիմենտ եք ձևակերպում, կամ օրինակ թոշակ, դա եւս, այդ հարցերը եւս կկարգավորվի շատ արագ եւ ձեզ կուրախացնի։ Միգուցե թոշակի չափը ձեզ ուրախացնի, ալիմենտի չափը ձեզ ուրախացնի։ Ճամփորդության հետ կապված այստեղ նախանձ մարդիկ կան, քիչ ասեք, որ ճամփորդելու եք եւ պետք է իմաստուն լինեք ճամփորդելու ժամանակ, օրինակ շատ գումարներ չվատնեք, շատ մի խոսքով իմաստություն է պետք ճամփորդելու համար, սա նաեւ գիտելիք է, որը ձեռք կբերեք, որովհետև մի տեսակ ավելի կգայթակղվեք այս կամ այն լեզուն սովորելու համար, ճիշտ, լավ սովորեք, քննությունը հանձնելու համար, որովհետև այս քարտով բնականաբար հարկավոր է, որ լավ սովորեք, որպեսզի լավ հանձնեք ձեր քննությունը, պետք է մարդ խելացի լինի։ Նաև կարող եք իրոք գայթակղվել այս կամ այն երկիրը գնալու համար, թեկուզ 1-2 օրով, կարող է ինչ-որ արժեք ձեզ գայթակղել, որ այս ոնց է իջել արժի, օրինակ գնել այս կամ այն տոմսը եւ գնալ, այդպես կարող է ինչ-որ անսպասելի ծախսեր լինեն։ Բայց ճիշտ ձևով, եթե գնում եք ճամփորդելու, ճիշտ ձևով այնտեղ պետք է վատնեք ձեր ժամանակը, ձեր գումարները եւ քիչ ասեք այդ մասին, որ գնում եք ճամփորդելու։ Միգուցե մայիս ամսվա ընթացքում մի քանի անգամ գնում եք ճամփորդելու, այստեղ նախանձ մարդիկ են առաջանում, սկսում են նախանձել, սկսում են օծություններ անել։ Այ աշխատանքի վայրում բնական է, օծեր էլի կան եւ դուք բնական է կարող կիսվել, հենց ընկերու հետո որ համարվում է օծ,
Ես սկսի նախանձել, որ ահա, ասի, տարվա այս ծերը ճամփորդում է, այն ծերը ճամփորդում է։ Հա եւ այլն։ Ինչի նախանձ վերցնեք ձեր վրա ճամփորդելուց առաջ։ Պետք չի նման բաներ։ Այ աշխատանքի վայրում կամ բիզնեսում միգուցե դուք պետք է լինեք խորամանկ, ամենաառաջինը դա ասեմ։ Դուք պետք է լինեք խորամանկ ձեր գործերը առաջ մղելու համար, ձեր բիզնեսը առաջ տանելու համար, բայց նաև կան ինչ-որ մարդիկ, ովքեր որ քթները մտցնում են ձեր գործունեության մեջ։ Եկեք մի հատ նայենք ճամփորդության այս նախանձ մարդիկ ինչ կանեն։ Ոչ մի բան։ Մեկա դուք գնալու եք։ Ուղղակի կողքից նախանձում են։ Իսկ աշխատանքի հետ կապված այս աղվեսները, այս խորամանկ եւ գիտեք նաև կարող են ինչ-որ մարդիկ ձեզ խոստանան աշխատանք, բայց չանեն, խաբեն ձեզ։ Տեսնենք այս խորամանկ եւ խաբեբա մարդիկ ձեր աշխատանքի վայրում ինչ են պատրաստվում ձեզ համար անել։ Այստեղ ինչ-որ հատուկ բաներ չեն անում, եթե խելացի լինեք, ոչ մի բաներ չեն անում, որ այստեղ կարող է ինչ-որ գաղտնիքները, եթե դուք խոսում եք ինչ-որ մեկի հետ, ինչ-որ մյուսի մասին, երրորդի մասին, դա կարող է հասցնեն կամ ձեզ բերեն այնտեղից ձեր մասին տեղեկություններ բերեն, խառնելու նպատակով, այսինքն այն գայանեն գիտես քո մասին ինչ ա խոսում, այդպես կարող է նաև նմանատիպ բան լինի։ Բայց նաև գիտեք ինչ կարող են անել իրենք։ Օրինակ, եթե իրանք մի քիչ ձեզ այնց բարձրեն, կարող են ձեզ պահանջել, որ սովորեք, ոնց որ ասեն, լավ չգիտի իր հմտությունները, տարեք թող սովորի, այդպես ինչ-որ բաներ կարող են նաև անել։ Չէ, ոչինչ չեն կարող անել, ոչինչ, այստեղ ինձ թվում է ավելի շատ ձեր շուշտրությունն է, ձեր խորամանկությունն է, ձեր գործերը առաջ տանելու համար, աշխատանքի ընդունվելու համար, որովհետև եթե դուք գիտեք ձեր աշխատանքը, ապա այստեղ նաև կայունություն կա, ավելի կամրապնդվեք ձեր աշխատանքի վայրում եւ ուղղակի փորձեք քիչ կիսվել գաղտնիքները տարածելու համար, եթե ինչ-որ մեկի մասն էլ ինչ-որ մի բան կիմանաք, եւս էլի լռեք այստեղ այնտեղ մի ասեք, եւ դուք ավելի շատ կամրապնդվեք այդ գործում։ Այնպես որ ես մարդ գիտեմ, որ վերջերս իր շեֆը կանչել է, ասել է բան չունես ինձ ասելու, ամեն ինչ նորմալ է աշխատանքի վայրում։ Ինքը նոր էր հասել այնտեղ։ Նայեք, խորամանկություն է արել եւ ուզեցել է տեսնի այս նոր աշխատողը ինչ է նկատել նախկին աշխատողների մեջ, գողանում են արդյոք, ինչ են անում, ինքը պետքա բացահայտեր, թե չէ։ Եվ տեսել է, որ չէ, ոչինչ չի ասում, դե ասել է գնա։ Ու վերջ։ Բայց եթե ինքը մեկ անգամ ասեր, ինքը կդառնար տնորենի ասիչը, այսինքն անընդհատ կգնար գիտես սենց ան, կկանչեր, ինչ տեսար, հիմա ինչ տեսար։ Եվ այդպես ոչ թե կամրապնդվեր աշխատանքի վայրում, այլ կդառնար, չգիտես ով, 1-2 տնորենին ով է ասում, բնական է նոր աշխատողը եւ արդեն դիմաց։ Իսկ սա մի տեսակ ամրապնդվում է եւ իրանք ոչինչ չեն կարող անել ձեզ, որպեսզի քանդեն ձեր աշխատանքը, քանդեն ձեր բիզնեսը, այնպես որ այստեղ դուք ավելի շատ ամրապնդվում եք, քան ըստ իրանց։ Եթե իրոք խորամանկ լինեք, ձեր գործերը, ձեր այդ աշխատանքի վայրում լավ մխրճվեք, գիտելիքները կավելացնեք եւ ոչ ոքին թույլ չեք տա խառնվի, այսինքն բերանները կփակվի, եթե դուք իմանաք ձեր գործունեություն մասին ճիշտ։ Եվ ընկերները այստեղ ընկերներից ոմանք կարող են գնալ, ոմանց դուք կհանեք, լծվել է արդեն, որ էլ չեք ուզում այդ մարդկանց հետ շփվեք, մի տեսակ արդեն անճոռնի են այդ մարդիկ ձեզ համար, էլ չեք ուզում բացարձակապես կապ ունենալ այդ մարդկանց հետ, ոչ մի կերպ չեք ուզում, և իրենք կարող են գնալ։ Եվ եթե օգնություն պետք լինի այստեղ, դե չգիտեմ, ինձ թվում է բոլորը գլուխները կկախեն, բոլորը կասեն չկա։ Եթե ընկերական շրջապատին նայենք այստեղ, օգնություն դուք պետք է միայն դուք ձեր վրա հիմնվեք, ուրիշ ոչինչ։ Այստեղ չեմ կարծում ինչ-որ մեկը ձեզ կաջակցի։ Արդյունքները ստանալու համար ինչ-որ մի բանի, պետք է ինչ-որ մի բան գնա ձեզանից։
այդ արդյունքները լիարժեք ստանալու համար։ Հանեք ձեր կյանքից ավելորդը եւ այդ ժամանակ նոր դուք կունենաք այն արդյունքները, որը դուք եք ուզում։ Որովհետև չի ստացվում, քաշում է ներքև ձեզ, ինչ-որ մի բան, նամար չեք կարողանում ստանալ, այն ինչ-որ ընդ որ անում եք, չկա արդյունք, որովհետև բաց չեք թողնում, ինչ-որ մի բան, որը պոչից է կախված։ Մի հատ լավ երկար մտածեք, ինչն է խանգարում ձեզ զարգանալու համար, ձեր իրական ու վերջնական արդյունք, ինչ-որ մի ձեր աշխատածի, ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքը, ձեր հարաբերությունների եւ այլն, յուրաքանչյուր ոլորտ դա կարող է արդյունքը ունենալ աշխատանքը չէ, դուք չեք տեսնում, որտեղ ինչ-որ մի բանից ոնց որ կարճած լինեք։ Ի վերջո չեք տեսնում լիարժեք երջանկություն, լիարժեք ֆինանսական վիճակ, լիարժեք նաև աշխատանք, չկա մի տեսակ։ Եվ պետք է իրոք այս ամիս մաքրեք այդ ավելորդ բաները, ավելորդ մարդկանց, ովքեր որ ձեզ հետ են պահում, որ դուք ինչ-որ մի բան անեք եւ հասնեք վերջնակետին, հանեք եւ մարդկանց եւ ամեն ինչը, մտքերը դա նույնպես կարող է լինել, սովորությունները նույնպես կարող է լինել, սովորություն չունեք ավարտելու, հա, դա ձեր մեջից պետք է հանեք, որովհետեւ շատ մարդիկ կան գործերը կիսատ, այդպես թողում են, որոնցից մեկն էլ ես էի, իրոք, ես էի եւ ես իմ մեջ պայքարեցի, որ ի վերջո պետք է բոլոր գործերը ավարտել, նոր անցնել հաջորդին։ Միշտ կիսատ։ Եվ նրանք ինձ խանգարում էին, ես վերջնա արդյունքը չէի տեսնում։ Ես իմ օրինակով ասեմ։ Եվ պետք է ժամանակն է վերջացնելու, վերջ տալու այն խնդիրները, որոնք որ առկա են ձեր կյանքում։ Ժամանակ գտեք, զբաղվեք այդ խնդիրներով, լուծեք բոլոր խնդիրները առաջացած։ Մի օր հատկացրեք դրանց եւ ինչը որ կա, գրանցեք, եթե խնդիրներ կան եւ լուծեք դրանք։ Վախերը ժամանակի ընթացքում կանցնեն։ Ժամանակ է հարկավոր, որ ինչ-որ բան ընկնի իր տեղը ձեր կյանքում։ Դրա համար վախենալու փոխարեն գործեք, որ դա այլևս ձեզ չխանգարի եւ հանգիստ ապրեք։ Գաղտնիքը ժամանակի ընթացքում կբացահայտվի, եթե դուք ունեք որևիցե գաղտնիք, ապա պետք է հասկանաք, որ դա ժամանակավոր է, այդ գաղտնիքը անպայման դուրս կգա ջրի երես։ Եվ պինդ պահեք։ Դե այսքանը, այստեղ խնդիրներ էին միայն տան հետ կապված, տան ընտանիքի անդամների կամ միգուցե տան հետ կապված մանր-մունր խնդիրներ էին։ Նաև առողջության հետ կապված, որը անպայման պետք է ուշադրություն դարձնել, եւ աշխատանքին ինչ-որ չափով։ Աշխատանքը ես թվում է ավելի շատ ոչ թե խնդիր էր, այլ ձեզանից շատ բան է կախված, որ ինչքան խորամանկ լինեք, այնքան ավելի շատ լավ բաներ կունենաք ձեր աշխատանքում, նաև աշխատանք կունենաք։ Այսքանը ձեզ համար վատ կանխատեսում չէր, ամենայն դեպս։ Դե բոլորի կյանքում լինում են մանր-մունր ինչ-որ հարցեր, դրանք լուծելու դեպքում ամեն ինչը կարգավորվում է յուրաքանչյուր պահին։ Այսքանը թող որ մայիս ամիսը ձեզ համար լինի հաջողություններով լի ամիս, յուրաքանչյուր հարց կարողանաք կարգավորել, ժամանակ հատկացնել յուրաքանչյուր խնդիր լուծելու համար, բանի տեղ չդնել 4 կողմը, ապրել այնպես ինչպես որ դուք եք ուզում եւ կառավարեք ձեր կյանքը։ Այսքանը լավ եղեք։